Փող ու նորից փող։ Սահմանադրական դատարանի դատավորների 1.200.000 դրամանոց աշխատավարձն այլևս բավարար չէ։ Կառավարության որոշմամբ միայն այս տարվա հավելավճարների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 46 միլիոն դրամ։ Աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 միլիոն 775,040 դրամի ծախս։ Ընտրություններից առաջ այդպիսի պարգևաճարն տալը իհարկե շատ հստակ ազանշան է, թե ինչի համար է դա արվում, ուղղակի լոյալությունը շահելու։ Ինչու հենց հիմա եւ ինչու հենց սահմանադրական դատարանի դատավորներին։ Պատասխանը պետք է փնտրել Ալիևի պահանջի եւ այդ պահանջի բավարարման մեջ։ Ալիևի պահանջով Հայաստանում նախապատրաստվում է նոր սահմանադրության ընդունում, որտեղից պետք է հեռացվի անկախության հռչակագրին հղումը։ Սա մի գործընթաց է, որի իրավական արգելքները վերացնելու առաքելությունը դրված է հենց սահմանադրական դատարանի վրա։ Իսկ որպեսզի այնտեղ անակնկալներ չլինեն, իշխանությունը գործի է դրել երկու լծակ՝ ֆինանսական խրախուսում եւ կադրային հավատարմություն։ Անկախության հռչակագիրը, էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Իշխող ուժն արդեն հոգացել է, որ ՍԴ-ում ունենա յուրայիններ։ 8 տարի շարունակ ԿՊԱ-կան պատգամավոր աշխատած Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը ՍԴ դատավորի պաշտոնում ամենևին պատահական չէ։ Հակակոռուպցիոն փորձագետը սա որակում է որպես քաղաքական կոռուպցիա եւ հին ավանդույթների վերադարձ։ Քաղաքական կոռուպցիայի շատ լուրջ հիմքեր կան, որպեսզի լոյալ լինեն հետագայում, ասենք, քվեարկության օրը հիշեն այդ պարգևաճարները։ Փորձագետի պնդմամբ, եթե իշխանությունը ցանկանար իսկապես բարելավել դատավորների սոցիալական վիճակը, պետք է բարձրացներ աշխատավարձը բյուջեի հաստատման փուլում, այլ ոչ թե ընտրություններից առաջ դիմեր պարգևավճարների գործիքին, որը պարզապես քաղաքական հավատարմության գինն է։ Հին ավանդույթները մնացին։ Հիշեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակումը նորից իրենց կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ կոլեգա հայկական ժամանակում աշխատած, այսինքն մեկը, որը իրենց քաղաքական թիմից է։ Փորձագետները մտահոգություն ունեն, որ նման տեմպերով տարվա երկրորդ կեսին բյուջեի կատարողականը կարող է պարզապես տապալվել։ Այսքան պարգևավճար, հիմա էլ այս հավելավճար եւ այլն, որքանով դա հետագայում, ասենք, երկրորդ կեսին տարվա չի ազդելու բյուջեի կատարողականի վրա։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։